Գիրք Զաքարիա, գլուխ 11. Բաց արա դռներդ, ով Լիբանան, և կրակը լափե քո եղևինները, թող ողբա մայր ծառը, որովհետև ընկել է եղևինը, որովհետև ազնվականները կողոպտվել են, թող ողբան Բասանի կաղնիները, որովհետև իջել է անմատչելի անտառը, հովիվների ողբալու ձայնը գալիս է, որովհետև կողոպտվել է նրանց փառքը, գալիս է կորյունների մռնչելու ձայնը, որովհետև կողոպտվել է Հորդանանի շքեղությունը։ Այսպես է ասում իմ Տեր Աստվածը. արածածրու մորթվելու հոտը, որոնց առնողները մորթում են ու հանցավոր չեն, և որոնց ծախողները ասում են. օրհնյալ լինի Տերը, որ հարստացա, և նրանց հովիվները չեն գթալու նրանց վրա, որովհետև այլևս չեմ գթալու երկրի բնակիչների վրա, ասում է Տերը։ Եվ ահա ես մարդկանց իրար ձեռը պիտի գցեմ, և իր թագավորի ձեռը, և նրանք պիտի զարկեն երկիրը, և պիտի չփրկեմ նրանց ձեռիցը։ Եվ ես արածեցրի այն մորթվելու հոտը, այսինքն հոտի թշվառները, և ես երկու գավազան առա, մեկին կոչեցի գեղեցկություն, և մյուսին կոչեցի կապեր, և արածեցրի հոտը։ Եվ փչացրի երեք հովիվներին մեկ ամսում, որովհետև սիրտս վրդովվել է նրանց վրա, և նրանց սիրտերն էլ ինձանից էին զզվել։ Եվ ես ասեցի. ձեզ չեմ հովվելու, մեռնողը թող մեռնե, և փչանողը փչանա, և մնացածները թող մեկզմեկի միս ուտեն։ Եվ ես վեր առա իմ գավազանը, գեղեցկությունը, և կոտրեցի նրան, որ ցրեմ իմ ուխտը, որ արել եմ բոլոր ազգերի հետ։ Եվ նա քանդվեցավ նույն օրը, և այսպես ճանաչեցին հոտի խեղճերը, որ սպասում էին ինձ, թե սա Տիրոջ խոսքն է։ Եվ ես նրանց ասեցի. եթե հաճելի է ձեր աչքին, տվեք իմ վարձը, իսկ եթե ոչ, թող տվեք, և նրանք կշռեցին իմ վարձքը 30 արծաթ։ Եվ Տերն ասեց ինձ. դեն գցիր դա բրուտի մոտ, պատվական գին է, որով ես գնահատվեցա նրանց կողմից։ Եվ ես առա այն 30 արծաթը, և գցեցի նրան Տիրոջ տունը բրուտի մոտ։ Եվ կոտրեցի իմ երկրորդ գավազանը, կապերը, որ քանդեմ Հուդայի և Իսրայելի միջի եղբայրությունը։ Եվ Տերն ասեց ինձ. էլի քեզ համար հիմար հովիվի գործիքներ առ, որովհետև ահա ես երկրի վրա մի հովիվ եմ հարուցանելու։ Նա կորչողին պիտի չայցելե, և ցրվածը պիտի չորոնե, և կոտրածը պիտի չբժշկե, կանգնածին պիտի չխնամե, այլ գերերի միսը պիտի ուտե, և նրանց կչխակները փշրե։ Վայ փուչ հովիվին, որ ձգում է հոտը, սուրը նրա բազուկի վրա և նրա աջ աչքի վրա, նրա բազուկը պիտի անպատճառ չորանա, և նրա աջ աչքը պիտի անպատճառ խավարվի։